Եվ այսպես Տիգրան իրադարձությունները բավական արագ են զարգանում, այնինչ կապված է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական եւ հակակաթողիկոսական արշավի վերաբերյալ, դուք այսօր Facebook-ում մի գրառում եք արել եւ նշել, թե ինչպես, թե ինչու է հենց Հովանավանքը ընտրվել այս ամենի համար, կխնդրեմ նաև մեր հետևորդներին բացատրեք, թե ի վերջո ինչու հենց Հովանավանքը, ինչ նշանակություն դա ունի։ Մինչ որ ձեզ պատասխանել ես ուղղակի կխնդրեմ, եթե կարողանանք մի նկար ցույց տանք, երեք Կարեն Նիգիցյանն է անդրադարձել Հովանավանքում տեղի ունեցած, երբ որ ՊՊՑ աշխատակիցը դուրս էր հանում ուրեմն այս երիտասարդին, ով հավատքի կողմներ կանգնել, մոտավորապես նույն մեթոդներով ադրբեջանցիք փակում են բերանները իրենց ակցիաների ժամանակ եւ կարող եք տեսնել այդ բերան փակելը փաստացի սայլ է արդեն անցել հայկական կողմին, այսինքն մենք սկսում ենք ժառանգել Ադրբեջանից եւ Ալիևից այն վատագույնը, ինչ կարելի է ժառանգել։ Կապված Հովանավանքի հետ տեսեք, բավական ինձ միշտ հետաքրքրում է ինչու հենց այդ տեղը, հա, որովհետեւ Հայաստանում կան շատ պատմական վայրեր եւ տեղեր, որտեղ կարելի է օգտագործություն անել, անդադ անել, հա մենք գիտենք, որ Հովանավանքում գտնվում է Հովանես Մկրտչի ճկույտը, եթե չեմ սխալվում, եւ դա կրկին ուխտատեղի է, բայց այն համառությամբ, որ այս մի քանի տարին Հովանավանքը փյարվում էր եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի շրջապատի մեջ, ինձ համար որոշակի կասկածներ է առաջացնում, որ սա եղել է պլանավորված գործողություն եւ այս երիտասարդը, որ հայտնվել է Հովանավանքում, շատ հավանական է հայտնվել է ինքն իրանով, բայց ուղղակի իր վրա սկսեց աշխատանք գնալ եւ գիտեք մարդկանց մեջ կարողանում են ներշնչել իրենց յուրահատուկ լինելը եւ ընտրյալ լինելը, հա, եւ մենք երեք կարող ենք տեսնել արդեն որերորդ անգամ, որ Ստեփան Ասատրյանը ասում է, որ իր շուրթերով Աստվածն է խոսում ու իրեն նշանակել է Աստծո, այսպես ասենք, առաքյալ եւ Աստված իրանով է կոմունիկացվում ժողովրդի հետ էլի եւ սա միայն մի բանի մասին է խոսում, որ այդ երիտասարդի վրա աշխատանք է գնացել, իսկ ինչու է ընտրվել Հովանավանքը ես մի քանի եթերներում ասել եմ, որ ներկայապային գնում է ոչ թե մայրաթորը գրավելու, այլ մայրաթորին հակառակ կառույց ստեղծելու տեղական Նիկոլ Փաշինյանի անվան եկեղեցի եւ դա այո ֆեյքային դա պատմության մեջ կոչվում է հակաթոր, իսկ հակաթորն մի քանի անգամ են եղել, բայց ամենահատկանշական հակաթորը եղել է գտնվել է Հավանի տարածքում, հիմա այնտեղ խոնարհված եկեղեցի է կաթողիկեն եւ ինչքան որ հետաքրքիր կարող է լինի, այդ հակակաթողիկոսը անունը եղել է Հովհան, հա, այսինքն իմ կարծիքով սրանով փորձ է արվում վերականգնել հակաթորը, ընդ որում միշտ հետաքրքիր եւ այն ժամանակ հակաթորը այդքան էլ հեռու չէր գտնվում Դվինում կաթողիկասարանից եւ հիմա էլ հակաթորը, որ ուզում են ստեղծեն, այդքան հեռու չի գտնվում մայրաթորից, այսինքն այստեղ կարելի է տեսնել որոշակի համընկումներ, իսկ հետևությունները իհարկե կարող են անել ունկնդիրները, ինչքանով է դա պատահական կամ չպատահական, ուղղակի հաշվի առնելով որ Փաշինյանին շատ են սիրում սիմվոլիկա, հա, կարելի ասել, որ օրինակ այդ տարբերակ ինք իրավունք ունի ապրելու։ Տիգրան, դուք ինչպես եք գնահատում երեք տեղի ունեցածը, արդյոք տեսակ, որ հանրային աջակցություն ունի այդ պատարագը, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այդ պատարագը եւ որ կարգալույց քահանան է դա մատուցում, թե ինչպես ես եւս մեկ անգամ խնդրեմ մեր տեխնիկական անձնակազմին ցուցադրեն այն լուսանկարը, որտեղ վերևից երևում է, թե ինչքան քիչ մարդ է մասնակցել այդ պատարագին։ Սա արդյոք խոսում է այն մասին, որ համենայն դեպս հակաեկեղեցական արշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը չունի լայն զանգվածի աջակցություն։ Այո, հենց դա ապացուցեց, որ ժողովուրդը մեծամասնությամբ չի ընդունում այն, ինչ որ փորձում է փաթաթել Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վզին, եւ մենք տեսանք, որ երեք այնտեղ այս մարդկանց բազմությունը, հա, թվացial մեծ մասը դա ԱԱՑ աշխատողները, ՊՊՑ աշխատողները, ոստիկանությունն է եւ քաղաքացիական պայմանագրի ժողովուրդն է, ընդ որում տարբեր տեղերից քերած եւ ինչն է հետաքրքիր, որ լավ չեն կազմակերպել, այսինքն բավականին սակավաթիվ էր։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի աջակիցները նախարարներից շատերը, չգիտեմ, նույն Ալեն Սիմոնյանը եւ մնացածները ոնց որ թե բոյկոտեցին սա, հայտնի պատմություն կա, որ պայմանավորվում են, որ գյուղից ամեն մեկը 2 վեդրո արաղ պետք է բերի եւ լցնի տակառի մեջ, հետո բացում են տեսնում են ջուր է,
որովհետև բոլորը մտածում էին իմ 2 ջուրը որևէ բան չի փոխվի, հիմա այստեղ մտածել են երևի շատ մարդ կգա, իրենք չեն եկել, իսկ ժողովուրդը ցույց տվեց իր վերաբերմունքը, որովհետև Արագածոտնի թեմի բոլոր մնացած եկեղեցիներն, որտեղ պատերակ էր մատուցվում, այնտեղ բազմաշատ էր, բազմամարդ էր, նույն Էջմիածնում էր բավականին շատ մարդ, այսինքն ժողովուրդը ցույց տվեց, որ սա իր նախաձեռնությունը չի, սա դրսի նախաձեռնությունը եւ նույնիսկ երեկո անավանքում մենք տեսանք, որ առնվազն 2 հոգի ըմբոստացան, հա, եւ չվախեցան այդքան բազմության մեջ, ԱԾԱ-ականների, ոստիկանների մեջ ճշմարտության խոսքը ասել։ Այստեղ ուղղակի ամբողջ խնդիրը դուք էլ նշեցիք այս երիտասարդի մեջ, որովհետեւ նույնիսկ հարազատ եղբայրը չի ողջունում ինքը ինչ է անում եւ այս մոլորվածությունը եւ այս ջղայնությունը իր մեջ, որը կուտակվում է, հա, դա էլ իմ կարծիքով Փաշինյանից վրա հերթական մեղքն է լինելու, որը ապագայում իրենց բան են անելու։ Դուք գիտեք, Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է անձնական տիրույթ, հրապարակում են որոշակի կադրեր այս կամ այն հոգևորականներից, սա բնականաբար ինչ որ հուշում է, որ այսպես իրադարձությունները կարող են բավականին արագ զարգանալ, ինչպես է ի վերջո հանգուցալուծվելու Փաշինյան ամենայն հայոց կաթողիկոս ստեղծված ճգնաժամը։ Տեսեք, ինչպես պատմության մեջ բոլոր այսպիսի բաները հանգուցալուծվել են եկեղեցու կողմ, այստեղ ուղղակի ժամանակի հարց է, նույն հակաթոռը Ավանի ինքը Ավանի կաթողիկոսարանը ինքը տևեց կարծեմ 13 տարի, ընդ որում կաթողիկոս Էթովնանը ինքը գերվեց, գերեվարվեց եւ այնուհետեւ երկրաշարժից ընդհանրապես ավերվեց այդ եկեղեցին, հա, սա ուղղակի այսպես եմ ասում, որ ոչ մի բան չի ներվում այս աշխարհում եւ յուրաքանչյուր ամեն ինչը իր պատասխանը ստանում է։ Փաշինյանի մոտ կստացվի թե ոչ, տեսեք, կաթողիկոսի բռնած դիրքը արդեն ցույց է տալիս, որ չի ստացվում առնվազն հասնել նրան, որ կաթողիկոսը հրաժարական կտա, իսկ տեսանյութները, որոնք իրանք ցույց են տալիս, որ հետաքրքիր բավական հին տեսանյութ էր, հա, այդ երկար ժամանակ պահել էր իր մոտ, չգիտես ինչի, եւ չաշխատեց, որովհետեւ հասարակությունը նույնիսկ Փաշինյանական որոշակի իրավապաշտպանական օմբուդսմեն այսօր էլ արտադրության նախարարը ասացին, որ սա ընդունելու ձև չի, սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ արձագանքը այսպեսին եղավ, որ ինչ էլ լինի այնտեղ, դու իրավունք չունես դա անելու, այսինքն դա ցուցադրել ավելի մեծ ստորություն է, քան այն, ինչ որ հավանական այնտեղ կատարվում է եւ սա էլ կարելի է համարել այս քիչ մարդկանց հավաքվելու հետ զուգահեռ սա էլ հերթական քարոզչական ֆիասկո է, որովհետև Փաշինյանը մի բան չի հասկանում, որ ժողովրդի մի մասի, ստվար մասի մեջ կուտակվել է զզվանք, հա, որ Փաշինյանը ինչ է հիմա ցույց է տալիս, դա հակառակ էֆեկտ է ունենում։ Սա նշանակում է, որ այդ մարդը եւ այս իշխանությունը այդքան տոքսիկ են, որ ինչ սենսացիոն բաներ դնեն, իրենց դեմ աշխատելու են։ Եվ զրույցը ամփոփենք նաև հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ոչրագործությունից 26 տարի անց այսօր Եռաբլուրում ԵԿՄ նախագահը խոսում էր այն մասին, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ եւ որ նշում էր, որ եթե չբացահայտվի, դա մեր պետությունը ապագա չի ունենա։ Խնդրեմ ձեզ մեկնաբանել, գնահատել նմանատիպ հայտարարությունները։ Այստեղ հարցը առաջանում է, իսկ ինչի բացահայտված չի, եթե 2018 թվականից իշխանությունը ձեր ձեռքում է, հա, ինչն է խանգարում։ Ենթադրենք մինչև 2018-ը նախկին, այսպես ասած, իշխանությունները խանգարում են բացահայտման, բայց հիմա ինչն է խանգարում, որն է խնդրումը, որ չի բացահայտվում։ Իմ կարծիքով այստեղ շատ հայտնի ասացված կա, ասում է հետաքննության ժամանակ կարևոր է որ դու ինքդ քո վրա դուրս չգաս, հա, եւ այստեղ նույն տարբերակն է, որովհետեւ եթե սկսեն կրկին բացահայտել այն ինչ որ իմ կարծիքով բոլորին արդեն բարձ է, շուտ դուրս կգան որոշակի մարդկանց վրա եւ հատկապես այն մարդկանց վրա, ովքեր դեռ Վազգեն Սարգսյանի դին դեռ տակեր, հա, իրենք արդեն մտել են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ ցուցակ են ներկայացել պաշտոնյաների, որոնք պետք է գրավեն։ Այսինքն իմ կարծիքով շանգալուխը թաղված է հենց այնտեղ, հա, ինչու դեռևս նոր սպանությունից այդ տերորիստական ակտից հետո մարդիկ որոշել են ուլտիմատում տալ երկրի նախագահին, այսինքն իշխանազրկել ամբողջությամբ երկիր, որտեղ վարչապետը արդեն սպանված են, մնում էր նախագահան եւ այնուհետեւ իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Այստեղ այդ բազմաթիվ հարցեր կան եւ իմ կարծիքով Սասուն Միքայելյանը գիտի ում պետք է հարցնի եւ ինչի չի հարցնում, արդեն իր խնդիրն է։ Ավելի բան, որ Սասուն Միքայելյանը թող մտածի, որ բավականին շուտով Եվրոպական միություն ընդհանրապես չլինի, որովհետև դա իշխանության կոնցեպտի մեջ այլևս չի տեղադրվում։